Բալիս ժողովուրդ։ Գյումրիից դեպի Լոռու մարզ բեռնատարների շարժը ժամանակավորապես դադարեցվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի Լևոն Մարտիրոսյանի հանձնարարականով հենց վարորդների անվտանգության համար, քանի որ Ջաջուրից դեպի Լոռու մարզ այս պահին այնպես չի, որ ճանշինը գործ չի անում, աշխատում է, լավին լավ, վատին վատ, աշխատում են մարդիկ, ուղղակի բուքա, մաքրում է ճանշինը, մյուս կողմից էլ բուքը բերում, լցվում է նորից ճանապարհը, դրա համար էլ ժամանակավորապես հարկել է։ Ու հենց դա առաջին հերթին վարորդներ ջան, ձեր անվտանգությունից ելնելով։ Մոտ մի 70-80 բեռնատար ժամանակավորապես էսա կանգնած է Գյումրիից դեպի Լոռու մարզ, Շիրակի մարզից դեպի Լոռու մարզ։ Մեկ թող Են Լոռու մարզի տարածքում քամիա բերեց ձունը լցել է էլի։ Փետրվարի 28-ն է այս պահին ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի կարգադրությամբ ժամանակավորապես Շիրակի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհահատվածը բեռնատարների համար դադարեցվել է շարժը եւ դա առաջին հերթին հենց վարորդների անվտանգությունից ելնելով։ Հարգելի վարորդներ, դա արվել է ձեր անվտանգության համար, քանի որ Ջաջուրից դեպի Լոռու մարզ սպիտակ տանող այդ հատվածում այնպես չի, որ ճանշինը չի աշխատում, լավ էլ աշխատում է։ Հիմա գնալու եմ այնտեղ, մեր լրագրողը այնտեղ է, ասեց, որ ճանշինը արդեն 1.5 ժամ է լավ աշխատում է։ Պարզապես քամին իր ծև գործն է անում, բուքը բերում նորից փակում է ճանապարհը, դրա համար էլ ժամանակավորապես Շիրակի մարզից դեպի Լոռու մարզ երթևեկությունը բեռնատարների համար դադարեցվել է։ Հեսա որ ճանապարհը մաքրեն, բուքն էլ նստի, ժողովուրդ ջան, երթևեկությունը ձեր համար նույնպես կթույլատրվի։ Պարզապես հավատացեք, դա առաջին հերթին արվում է հենց ձեր անվտանգության համար։ Ամբողջ այդ ոլորանապտույտ հատվածում բուքը բերում, ձունը նորից լցում է։ Մոտ 100-ից ավել բեռնատարներ կլինեն, բայց հեսա ոչինչ, այնտեղ ճանապարհը բացի, բուքը նստի, գնանք ապահով հասնեք ձեր
տներին, ձեր օջախներին։ Իմացել են որ կամբատը հելելա ստուգելու, սկսել են։ Չեզա։ Հայլիս, չի էտում։ Գետաս ոչինչ է, սապով գետաս։ Չէ։ Էսի ջաջուրի տարածքը չի։ Փորձեք էլի։ Արդեն կետա չէ։ Հա։ Ուրեն Բեռնադարև շոֆերը ասում էր պարեկներ այսօր մի 30 ավտո են բրթե գայր նկարել ես ոնց է գալու պետք է հասցնեիք որ գայք դե ասում է 30 ավտո բրթին հանին պարեկները այս ջաջուրի ճամփից Փետրվարի 28-ն է այս պահին գտնվում ենք ջաջուրի վարչական տարածքում որտեղ տեսնում եք ուժեղացված ծառայություն են կատարում ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ եւ այստեղ միայն այս հատվածում որ հիմա տեսնում եք աղու ավազի խառնուրդով մշակված է եղել ճանապարհը մինչեւ այդ եղել է մերկասառույց եւ միայն Պարեկային ծառայության գումարտակի հրամանատարի հորդորով ճանշինը ժամանել է
ու կատարել է ճանապարհի աղուավազի մշակման աշխատանքներ։ Հիմա երթևեկությունը արդեն բացվում է։ Այստեղից դեպի Լոռու մարզ թույլատրվում է արդեն, ոնց որ ժողովուրդն ասում, փոքր ավտոները, մարդատար ավտոները արդեն կարողանում են երթևեկեն դեպի Լոռու մարզ, իսկ բեռնատարները թողում են հատուկենտ, քանի որ վերևում դեպի Լոռու մարզ տանող հատվածում բեռնատարի կողմից, ոնց որ վարորդներն են սիրում ասեն, մկրատ էր արել, այս մարդիկ էլ, այս մարդիկ էին ասում, շուտ գայր ասում է շամշան, այս Volkswagen-ներ, շուտ գայր ասում է պարեկները մի 30 հատ ավտո են հանել այստեղից մի ժամ առաջ։ Հիմա լավ է, ճանապարհը մշակված է, ձյունը հեռացվել է ճանշինի կողմից, կատարվել է աղ ու ավազի խառնուրդով ճանապարհի մշակում։ Հիմա արդեն բաց է, էլի, դեպի Լոռու մարզ։ Դեպի Լոռու մարզ Արդեն բաց է երթևեկությունը։ Այն Volkswagen-ներ է գնաց։ Այդ էր ասում է շամշան։ Պարեկները այդքան ավտո են հանել։ Այսինքն պարեկները ուղեկցում են էլի բեռնատարներին մեկու մեջ էլի, հա։ Այնա պարեկները, Գյումրու պարեկները բեռնատարներին հատուկ են թողում են, բայց ուղեկցում են մինչև Լոռու մարզ։ Ապահով գնացեք ժողովուրդ ջան։ Հենա, պարեկը հենա ուղեկցում է բեռնատարները մինչև Շիրակի մարզից ուղեկցում է մինչև Լոռու մարզ, հեսա։ Ուղեկցում է մինչև Շիրակի մարզ։ Շիրակի մարզից մինչև Լոռու մարզ է ուղեկցում։ Հենա նրանք էլ հենա սրանց բոլորին ուղեկցում են մինչև Լոռու մարզ։ Մրսար է։ Նորմալ է։ Փետրվարի 28-ը տեսնում եք Շիրակի մարզի պարեկները, բեռնատարները Շիրակի մարզից ուղեկցում են դեպի Լոռու մարզ։ Արդեն մոտ 40 բեռնատար ուղեկցել են, մոտ մի 70 բեռնատար էլ դեռ
Շիրակի մարզում սպասում եմ մինչև որ Լոռու մարզում ճանապարհը արդեն մաքրվի, թեպետ աշխատում է, ճանշինը աշխատում է, այնպես չի որ չի աշխատում, ուղղակի քամին բերում, բուկը բերում ու նորից ձունը լցնում է։ Այս ամենը հարգելի վարորդներ կատարվում է ձեր անվտանգության համար, մի քիչ նեղում եք, ասում եք մեզի կես ժամ, մի ժամ պահում են, ավելի մի ժամ, 2 ժամ պահեն, ճանապարհը մաքրվի, նոր ապահով անվտանգ գնաք հասնեք ձեր ընտանիքներին։ Կապի մեջ եղեք արա, թողոնդեից թողեն ես կանտեղակ անցկալ։ Հենց տեղ անցնամ են արդեն 3-2 թողգան են։ Երկու ատել է։